Ողջույն սիրելի հայրենակիցներ, եթերում Անտապանն է։ Եվ այժմ մենք զրուցելու ենք հասարակական քաղաքական գործիչ, քաղաքական փորձագետ, մեդիա վերլուծական կենտրոնի տնօրեն Էդուարդ Այվազյանի հետ։ Ողջույն եմ պարոն Այվազյան, շատ շնորհակալ եմ, որ կապվել եք մեզ հետ։ Բարև ձեզ, ես նույնպես շնորհակալ եմ։ Փաշինյանը այսօր վաղ առավոտվանից ելույթ է ունենում ազգային ժողովում, նա ներկայացնում է կառավարության առաջիկա 5-ամյա ծրագիրը եւ արել է մի շարք հայտարարություններ այս պահին այնինչ հասցրել ենք լսել, դեռ շարունակում է ելույթը, փորձենք մեկնաբանել, փորձենք հասկանալ։ Առաջինը, որից կուզենայի սկսել, նա ասել է հետեւյալը։ Առաջին հայտարարությունը հետեւյալն է. 4-րդ հանրապետությունը հիմնադրվել է, 4-րդ հանրապետությունը դարձել է իրականություն։ Քանի որ ավելի վաղ նա եւս այս մասին խոսել էր եւ դա կապում էր նա այն բանի հետ, որ նոր սահմանադրություն պետք է ընդունվի, Փաշինյանը խոսել է նաեւ նոր սահմանադրության մասին, ասել է, որ տեքստը կհրապարակի առաջիկա ամիսներին, բայց ինչ է ամենակարևորը, նա պարզապես ընդգծել է, որ նոր սահմանադրություն չպետք է պարունակի որևէ հղում 1990 թվականի անկախության հռչակագրին։ Նա ասում է, մենք հայտարարեցինք Ղարաբաղյան շարժումը չշարունակելու իրենց մտադրության մասին, այն դադարեցնելու մեր որոշման մասին եւ ժողովուրդը հաստատեց այս որոշումը։ Ինչպես հաստատեց այս որոշումը, ըստ Փաշինյանի ընտրությունների օրը իր ղեկավարած քաղաքական ուժին ձայն տալով եւ այսպես նոր սահմանադրություն է ընդունվելու, որտեղ չի լինելու անկախության հռչակագրին որևիցե հղում։ Ինչ եք մտածում այս 4-րդ հանրապետության մասին եւ այդ հաստատման մասին, որ սահմանադրության մեջ հղում չի լինելու հռչակագրին։ Կարևոր է սկսել նրանից, որ առաջին հանրապետությունը ստեղծվել է 1918 թվականին։ Սակայն հետաքրքիրը այն է, որ երբ որ Հայաստանը օկուպացվեց խորհրդային զորքերի կողմից, ինչը միջայլոց ճանաչում է Վրաստանը, որ ինքը օկուպացվել է խորհրդային զորքերի կողմից, դա չի ճանաչում Հայաստանը եւ անվանում են երկրորդ հանրապետություն։ Շատ զարմանալի է։ Հետո այդ երկրորդ հանրապետության հիմքի վրա ստեղծում են երրորդ հանրապետությունը, հիմա էլ կարիք առաջացավ ստեղծել 4-րդ հանրապետությունը, քանի որ երրորդ հանրապետության ընթացքում եղել է Արցախյան շարժումը եւ Արցախյան շարժումը կարծում եմ բոլորի համար շատ արդեն պարզ է, կապվում է նաեւ Ռուսաստանի Դաշնության հետ, Ռուսաստանի Դաշնության խաղերի հետ, ճիշտ է Փաշինյանը բաց դա չի ասում, սակայն ուզում է ասել, որ Հարավային Կովկասում այդ կոնֆլիկտի տրամաբանությունը պետք է ավարտել եւ դրա համար անհրաժեշտ է ստեղծել 4-րդ հանրապետությունը։ Իմ պատկերացմամբ մենք պետք է վերադառնանք առաջին հանրապետությանը, կոնկրետ առաջին հանրապետության իրավահաջորդն է Հայաստանը, բայց այստեղ էլ այլ վախեր կան Փաշինյանի մոտ եւ շատերը կսկսեն շահարկել այլ հարցեր, թե եթե առաջին հանրապետության հետ դուք հետևորդն եք, ապա տարածքային այլ պահանջներ կարող է առաջանալ, դրա համար երևի ասում է 4-րդ հանրապետություն, որպեսզի խուսափի ինչ-որ տարածքային պահանջներ առաջադրելու հարևաններին։ Ինչ վերաբերվում է կոնկրետ ընտրությունների մասով, որ Փաշինյանին ընտրել են եւ դրանով քվեն տվել են 4-րդ հանրապետության օգտին, դա կարելի է համարել, որ մասամբ է ճիշտ, որովհետեւ սահմանադրական փոփոխությունների համար հանրակրվեի անհրաժեշտ։ Ճիշտ է, ինքը անընդհատ խոսում էր սահմանադրական հանրակրվեի մասին, սահմանադրական փոփոխությունների մասին, բայց դեռևս հանրակրվեն չի տեղի ունեցել։ Հնարավոր է ժողովուրդը ասի ոչ, հնարավոր է ասի այո։ Հավանականությունը մեծ է, որ ասի այո, բայց այնուամենայնիվ իրեն ձայն տալով դա չի նշանակում, որ անպայման հանրակրվեին էլ տալու են հանրակրվեին դրական ձայները Փաշինյանը ստանալու։ Սա է իմ պատկերացումը, բայց այդ գաղափարը, այդ ծրագիրը հիմնականում երևում էր իր նախընտրական քարոզների ընթացքում նույնպես։ Այսինքն մեծ հաշվով նոր բան չկա։ Երկու հարց ձեր այս պատասխանից։ Առաջինը վերջից սկսենք։ Դուք ուզում եք ասել եւ արդյոք կարելի է իսկապես այդպես հասկանալ, որ այն ինչը պետք է դրվի հանրակրվեի, այն հարցերը եւ սահմանադրությունը եւ մենք ունենք անկլավների հարց,
այդ ամբողջը պետք է հանրակվեով։ Եթե Փաշինյանը ասում է իմ մտադրություններին ասել են այո ինձ ձայն տալով, արդյոք նա չի փորձելու անցկացնել առանց հանրակվեի, դա օրենքի խախտում կլինի, բայց այլ կերպ ինչու է նա ընդգծում ամեն անգամ, որ եւ սահմանադրության մեջ այս փոփոխությունը եւ Արցախի հարցը փակելը, տեսեք ինչ է ասում է անկախության հռչակագրին հղում անելը նոր սահմանադրության մեջ կնշանակի վերադարձ հակամարտության տրամաբանությանը եւ եթե ինձ ասել են ինձ տվել են քվե նշանակում է համաձայն են ինձ հետ։ Այսինքն բոլոր այն հարցերը, որոնք պետք է դրվեն հանրակվեի, Փաշինյանը կարող է ասել ինձ ձայն են տվել նշանակում է այս մեծամասնությունը հանրակվե անելու կարիք չկա, ասել է այո։ Կարող է մենք այդ փաստի առաջ կանգնենք։ Այստեղ մեկ ուրիշ կարևոր նյուանս էլ կա, նա ասում է, որ սա զուտ հայկական օրակարգ է։ Այսինքն հանրակվե այնուամենայնիվ երևի թե տեղի ունենա, քանի որ օրենքի պահանջն է դա, ուղղակի ինքը ուզում է երևի թե ամրացնել իր դիրքերը, դրա համար այդպիսի հայտարարություններ է անում նախորոք, որ ինձ տվել են ձայն, ուրեմն հանրակվեն եւս կկայանա։ Եթե չկայանա, եթե դեմ քվեարկեն, ապա ես չեմ կարողանա իրագործել այն խոստումը, որը որ տվել եմ նախընտրական շրջանում։ Ամենայն հավանականությամբ բայց ժամանակը ցույց կտա, միգուցե մենք սխալվում ենք, բայց առողջ տրամաբանությունը մեզ հուշում է, որ անպայման հանրակվե պետք է որ տեղի ունենա։ Համենայն դեպս դա նկատելի էր, մենք այդ մասին խոսեցինք։ Եվ երկրորդ հարցը, որը ծագեց ձեր ուրեմն պատասխանից, դա առաջին հանրապետության մասին խոսելն էր եւ հարցն է, որովհետեւ շատերը ասում են, ինչ առաջին, երկրորդ, երրորդ, չորրորդ մենք առաջին ենք ունեցել եւ որը օկուպացվել է, այն ինչ իդեպ ասում է Ադրբեջանը։ Օկուպացվել է եւ հիմա մենք նորից ազատագրեցինք մեր անկախություն ձեռք բերեցինք եւ այլն։ Ինչից են դուք ասեցիք կան մտավախություններ, այո, Ադրբեջանը իրեն մենք էլ գիտենք հռչակել է իրավահաջորդը դեմոկրատական Ադրբեջանի։ Եթե Հայաստանի Հանրապետությունը շատ վստահ է, որ առաջին հանրապետությունը վերահաստատելով, ասելով, որ մենք առաջին հանրապետության շարունակությունն ենք, էլի իրավահաջորդ ենք, արդյոք այստեղ մենք թույլ օղակներ ունենք, ավելի թույլ է մեր դիրքերը առաջին հանրապետության, քան Ադրբեջանի դեմոկրատական Ադրբեջանի։ Եվ դա է պատճառը, որ Նիկոլ Փաշինյանը ասում է փակում ենք այս բոլոր էջերը, չորրորդ հանրապետություն ենք բացում։ Չեմ կարծում, որ պատմական եւ իրավական տեսանկյունից մեր դիրքերը թույլ են, սակայն զինված ուժերի մակարդակով, տնտեսության մակարդակով, բնակչության քանակով, տարածքի մեծությամբ բնականաբար մենք ցավոք սրտի զիջում ենք Ադրբեջանին։ Այստեղ կան խնդիրներ եւ Ադրբեջանի զինված ուժերին ցավոք անգամներով դեռևս զիջում ենք։ Եվ եթե մենք վերադառնանք առաջին հանրապետության տրամաբանությանը, սա կարող է հավելյալ խնդիրներ ստեղծել, կարող է եւ չստեղծել, դա էլ շատ կարեւոր է։ Իսկ որpիսի Փաշինյանը կարողանա խուսափել հնարավոր խնդիրներից, դրա համար առաջ է քաշում 4-րդ հանրապետության գաղափարը եւ փորձում է միանգամից առաջ տանել 4-րդ հանրապետության գաղափարը, ճանաչելով խորհրդային Հայաստանի տարածքը, որը որ գոյություն ուներ մինչև Հայաստանը թեն դուրս եկավ խորհրդային Այսինքն այդ Ալմաթիի հռչակագիր կոչվածը, որով եւ պետք է այս անկլավների հարցը լուծվի, գիտենք այս վերջին օրերին շատ բուրըն քննարկում է գնում եւ մասնավորապես Տիգրան Աշենի հետ կապված, Փաշինյանը արդեն ադրբեջանական անվանումներով է ուրեմն այդ տեղանունները ասում եւ մարդիկ ասում են Տիգրան Աշենի փոխանցման համար իրավական հիմքեր չկան, կան հիմքեր չկան, հիմքեր։ Ինչու է այս նյարդային վիճակը ստեղծվել մեզ մոտ մեզանում։ Ինչն է խնդիրը։ Վտանգները, այո, վտանգներ կան, բայց արդյոք Ալմաթիի հռչակագիրը տալիս է բոլոր այս հարցերի պատասխանը եւ ի վնաս ոչ ի հոգուտ Հայաստանի Հանրապետության։ Բավականին բարդ հարց եք տալիս, ասեմ, որ խնդիրը կոնկրետ առաջացավ երկրորդ Արցախյան պատերազմից հետո։ Եվ մենք այսօր տեսնում ենք ուղիղ դրա հետևանքները։ Եվ հենց դրա համար է այսօրվա Հայաստանի Հանրապետությունը այնպիսի քաղաքականություն սկսել վարել, որպեսզի կոնֆլիկտի
տրամաբանությունը ընդհանրապես ավարտվի։ Ուղղակի մեկ բան կարևոր է այստեղ շեշտել, թե արդյոք դրան պատրաստ է Ադրբեջանը, եթե դու չես ցանկանում կոնֆլիկտ, դու լուծում ես բոլոր խնդիրները, որպեսզի կոնֆլիկտից խուսափես, արդյոք նույն ձև կվարվի Ադրբեջանը կամ նույն ձև կվարվի Թուրքիան։ Ահա այս հարցն է, որ ավելի շատ է ինձ մտահոգում, թե չէ այն, որ սահմանազատում տեղի կունենա եւ Հայաստանի տարածքը կհամապատասխանեցվի խորհրդային Հայաստանի վերջին տարիների տարածքին, ինչը որ գոյություն է ունեցել Հայաստանի Հանրապետության 29700 քառակուսի կիլոմետրը, դրանում ես գրեթե կասկած չունեմ, բայց բնականաբար, եթե մենք այլ ձև դուրս գայինք Արցախյան երկրորդ պատերազմից, ապա երևի թե այլ բաների մասին այսօր խոսեր Փաշինյանը եւ այլ ձևով։ Հիմա ինքը հասկանում է, որ Հայաստանը չի կարող շարունակել այս պահի դրությամբ այս վիճակում կոնֆլիկտը Ադրբեջանի հետ, բայց կրկնեմ, խնդիրը այստեղ այն է, թե որքանով Ադրբեջանը նույնպես կցանկանա ավարտին հասնել կոնֆլիկտը Հայաստանի հետ։ Վերջերս ճիշտ է, մենք տեսնում ենք բավականին դրական հայտարարություններ Ադրբեջանից, բայց մեկ-մեկ նաև Ալիև այնպիսի հայտարարություններ է անում, որոնք որ նաև կասկած են ստեղծում մեզ մոտ, ասում է Հայաստանը պարտվել է պատերազմում, Հայաստանը կապիտուլյացիայի ենթարկվել, ընդունել է իր կապիտուլյացիան, սա արդեն շատ սուր հայտարարություններ են, որոնք որ իրոք խնդիրներ են ստեղծում մեր մոտ։ Այսինքն դուք հարցը տեղափոխում եք ավելի շատ չհավատալու կասկածամտության, այսինքն մենք չենք կամ մենք պետք է հավատանք, որ Ադրբեջանը այլևս ռազմատենչ չէ կամ ռազմական մտադրություններ չունի ռազմական ուժով Հայաստանի Հանրապետության մասերը, հատվածները գրավելու եւ այլն, բայց մյուս կողմից եւ պետք է հավատանք, ասենք իսկ մյուսները ասում են հավատաս, չհավատաս, եթե Ալմատիով նախանշված է, որ այս հատվածները պետք է հանձնվեն, ուրեմն պետք է հանձնվեն։ Այսինքն այստեղ վստահության, չվստահության հարց է։ Արդյոք ես դա եմ հարցնում, մենք ոչ մի իրավական այսպես հիմքերի վրա չենք կարող, այսինքն եթե փաստաթղթերը հուշում են, որ պետք է հանձնել, մենք հանձնում ենք եւ շարունակում ենք շատ ներողություն եմ խնդրում այն ինչ հիմա խոճապ տարածել, վախերի մեջ լինել եւ այլն, եւ ասել, որ ցանկացած զինադադար օգտագործվում է կողմերի կողմից ներողություն կրկնության համար, վերադիրքավորվելու համար, դիրքերը ամրացնելու համար եւ այս ժամանակահատվածը, որը նախաստորագրված խաղաղության ժամանակահատված է, Ադրբեջանը շարունակում է զինվել, նոր դիվանագիտական կապեր եւ տնտեսական կապեր ստեղծել, ուժեղանալ, որպեսզի վաղը Հայաստանին նորից հարցակվի Հայաստանի վրա, այսպես ասենք։ Այսինքն մենք էլի նորից ինքներս մեզ կամ փաստացի այդպես է, այս դա եմ ուզում հասկանամ, մեզ դա հոգեբանորեն ճնշման տակ են գտնվում, թե դա փաստ է այս իրավիճակը, որը նկարագրվեց։ Հայաստանը փորձում է միջազգային օրենքին համահունչ աշխատել։ Արցախի մասով մեր աշխատանքները ցավոք սերտի մենք պետք է խոստովանենք, որ միջազգային օրենքին այդքան էլ համահունչ չէին, կային երկու հակասող իրար սկզբունքներ, տարածքային ամբողջականություն, ժողովուրդների ինքնորոշման հարց եւ վերջին շրջանում տարածքային ամբողջականության հարցը դարձավ առաջնային, հատկապես Ռուսաստանի հարձակումից հետո Վրաստանի վրա 2008 թվականին։ Դրա համար է որ Վրաստանի միջազգային հանրությունը աջակցում էր, քանի որ Վրաստանը իր տարածքներն էր պահանջում հետ Ռուսաստանից, Վրաստանի տարածքները օկուպացվեցին եւ դա թույլ տվեց նաեւ Վրաստանին հայտ ներկայացնելու Եվրամիության անդամակցության եւ տեխնացիան երկիր դառնալու։ Եթե այսօր Փաշինյանը հայտարարում է, որ Հայաստանը հայտ է ներկայացնելու, քիչ առաջ ինքը հայտարարել է Եվրամիության անդամակցելու համար, ապա այդ սահմանադրական փոփոխությունները դրա տրամաբանական շարունակությունն են։ Հայաստանը միջազգային օրենքներով պետք է համապատասխանի բոլոր ստանդարտներին եւ չպետք է հավակնություն ունենա նաեւ հարևանի տարածքների նկատմամբ, որpիսի եթե հարձակում տեղի ունենա Հայաստանի նկատմամբ Ադրբեջանի կողմից կամ այլ երկրի կողմից,
Եվրամիությունը եւ միջազգային հանրությունը ընդունի, որ Հայաստանի սուվերեն տարածքների վրա հարձակում է տեղի ունեցել կամ Աստված ոչ արարածը օկուպացվել է Հայաստանի սուվերեն տարածքը։ Եվ եթե Հայաստանի սուվերեն տարածքը չի համապատասխանում իր ընդունված չափերին, միջազգայինորեն հաստատված չափերին, ապա դժվար թե Հայաստանին նույնիսկ տեխնացուի կարգավիճակ տրվի։ Այսինքն այս հարցերը ես տեսնում եմ, որ իրար հետ կապված են այնուամենայնիվ, եւ Փաշինյանը փորձում է այդ տեսանկյունից խնդիրներին լուծում տալ, նաեւ արտաքին քաղաքականության մասով նույնպես, ոչ միայն որ մենք փորձում ենք վերջ դնել կոնֆլիկտին Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ, եթե Ադրբեջանը նույն տրամաբանությամբ գործի միջազգային օրենքին համահունչ, ապա բնականաբար չի հարձակվելու Հայաստանի վրա, բայց եթե նույնիսկ դուրս գա միջազգային օրենքից եւ հարձակվի, ապա Հայաստանին շատ ավելի հեշտ կարողանան օգնել նույն եվրոպական երկրները, Միացյալ Նահանգները, թեկուզ իրավական տեսանկյունից, թեկուզ քաղաքական հայտարարությունների մակարդակով, ինչպես օրինակ Վրաստանին եւ այլ ձևերով, բայց ավելի հավանականությունը մեծ է, որ կօգնեն եւ Հայաստանը կգործի իրավական դաշտում։ Այսինքն դուք կապեցիք եւ սահմանադրության մեջ հռչակագրին չհղելը եւ այս խոսակցությունները սահմանազատման հետ կապված այս անկլավների թեմաները Եվրամիության դեպի Եվրամիություն գնալու ճանապարհին բոլոր հնարավոր կասկածները, որ Հայաստանի փաստաթղթերի մեջ կան սադրանք դրանց վերացնելու տրամաբանությամբ, հա, այդպես եք դուք համարում։ Այո, որ սադրանք չկա։ Քանի որ Հայաստանը դիմում չի ներկայացրել ՆԱՏՕ-ին անդամակցելու, ՆԱՏՕ-ի մասով դա տեղի չունեն, բայց եթե դիմեր նաև ՆԱՏՕ-ին անդամակցելու, ավելի շատ անհրաժեշտություն կառաջանա, որ այդ փոփոխությունները տեղի ունենային, բայց նույն տրամաբանությունը ինչ որ միտեղ գործում նաև Եվրամիության մասով նույնպես։ Այսինքն այո, մենք խոսեցինք, որ կան մտավախություններ, պետք է հավատալ կամ վախենալ, չհավատալ Ադրբեջանին, դրան կարող եք պատասխանել, պետք է զինվել, ուժեղանալ, ուժեղ պետություն դառնալ։ Բնականաբար։ Երկրորդը պետք է պատասխանել իրավական զգացմունքային տիրույթից պետք է դուրս գալ եւ իրավական տիրույթում դիտարկել, իրավական տիրույթում Նաեւ պետք է այսօրվա իրականությունը գնահատենք, այսօրվա դրությամբ Ադրբեջանը լարում էր հարաբերությունները Ռուսաստանի հետ, դեռևս լավ լարված են, եւ Ադրբեջանը փորձում է խորացնել իր հարաբերությունները Միացյալ Նահանգների հետ, Եվրամիության հետ, որոշ շարժեր կան, ճիշտ է, խնդրահարույց է, քանի որ մարդու իրավունքների հետ խնդիրներ կան լուրջ Ադրբեջանում։ Եվրամիությունը դրա վրա աչքան էլ չի փակում, ինչքան որ հիմա Միացյալ Նահանգները, բայց այնուամենայնիվ մենք նկատում ենք, որ լարվածությունը Ռուսաստանի Դաշնության հետ ստիպում է Ադրբեջանին ավելի համահունչ գործել միջազգային օրենքներին։ Եթե այս տենդենսը շարունակվի, իսկ ցավոք Ադրբեջանը հաճախ է փոխում իր արտաքին քաղաքականությունը, եթե բայց այս տենդենսը շարունակվի, ապա խաղաղությունը հնարավոր է, իսկ եթե չէ, ես մտածում եմ, որ կարող է Ադրբեջանը վերադառնա իր նախկին քաղաքականությանը, ինչի մասին քիչ առաջ մենք խոսում ենք։ Վստահելը ես ուղղակի ավելի պրիմիտիվ ասեցի, ամեն ինչ կախված է Ադրբեջանի արտաքին նաև քաղաքականությունից։ Դե հիմա մենք տեսնում ենք, ես ուզում եի միջազգային իրավունքի հարցը բարձրացնել, որքանով է այն վստահելի այդ դեպքում, եթե մեզանից պահանջում են որևիցե սադրիչ ձևակերպումներ չպարունակող սահմանադրություն եւ այլ փաստաթղթեր, ապա մենք պետք է, ասենք, գնանք այդ ճանապարհով, վստահելով միջազգային իրավունքին, որքանով է վստահելի այդպիսի ատյանները։ Միջազգային օրենքը ցավոք սրտի այսօր խաթարված է։ Մենք բոլորս ենք տեսնում եւ կան մի շարք երկրներ խուլիգաններ Ռուսաստանի Դաշնության գլխավորությամբ, որոնք որ չեն հարգում միջազգային օրենքը եւ հավակնում են իրենց հարևանների տարածքներին։ Բայց այստեղ արդեն շատ պարզ է դասավորվում, թե դու ում դաշնակիցն ես։ Եթե դու Միացյալ Նահանգների եւ Եվրամիության դաշնակիցն ես, ապա քեզ համար պետք է գերակա լինի միջազգային օրենքը։ Եթե դու Ռուսաստանի դաշնակիցն ես, ապա այդ օրենքների դեմ որպես խուլիգան, ինչպես որ արդեն նշեցի, դու ունել ես դուրս գալիս։ Այս պարագայում Հայաստանին շատ ավելի ձեռնտու է դարձել միջազգային օրենքներին հետևել, քանի որ այդ խուլիգանական օրենքներին հետևելով կարող ենք նույնիսկ տարածքային նոր կորուստներ ունենանք։ Իսկ միակ հնարավորությունը
չեմ կարող ասել 100%-անոց վստահությունը մեզ դա տալիս, բայց միակ հնարավորությունը խուսափելու տարածքային կորուստներից, նույն Սյունիքի կորստից, դա միջազգային օրենքներով գործելն է։ Միակ փորձը, որը որ կարող է դառնալ իրականություն եւ պետք է դառնա։ Մենք շարունակենք քննարկել Փաշինյանի հայտարարությունները, մասնավորապես Իսրայելի հետ կապված շատ հետաքրքիր եւ կարեւոր հայտարարություններ արվել, որը էլի մտածելու եւ վերլուծելու կարիք ունի, բայց քանի դեռ Ադրբեջանի մասին ենք խոսում, այս հանգստյան օրերին, շաբաթ եւ կիրակի օրերին Ալիևը կենտրոնական Ասիայի երկրներում էր, Ուզբեկստանի հետ նա շատ արագ եւ ամուր կապեր է հաստատում կենտրոնական Ասիայի երկրների հետ։ Ուզբեկստանի հետ նա հավերժ բարեկամության պատմական պայմանագիր է ստորագրել, պատմական պայմանագիրը դա Ուզբեկստանի նախագահի ձևակերպումն էր եւ նշեցին այսքան տարվա ընթացքում երբևիցե որևիցե այդպիսի համագործակցություն չի եղել եւ հիմա սրընթաց եւ շատ խոր ընթաց, այսպես ասած, եթե կարելի այդպիսի բառ օգտագործել, հարաբերությունները ինչ է անում Ադրբեջանը։ Մենք գիտենք այս կենտրոնական Ասիայի նկատմամբ վերջին շրջանում գեր ուշադրությունը եւ Միացյալ Նահանգների եւ Եվրոպայի եւ թրիպնել է ինչպես նաեւ Չինաստանի եւ Չինաստանի բայց հարցը այն է որ թուրքերը ասելով ոչ միայն Ադրբեջանը նկատի ունեն նաեւ Թուրքիան, բայց Թուրքիայի եւ Ադրբեջանի քաղաքականությունը միշտ էլ ձգտել է մինչեւ այս տենդենսները գնալ դեպի կենտրոնական Ասիա, այսինքն իրենց այդ ձգտումները վաղուց մենք տեսել ենք, բայց մենք այսօր տեսնում ենք նաեւ Միացյալ Նահանգների նոր քաղաքականությունը Եվրամիության, Չինաստանի եւ քանի որ ընդհանուր ակտիվացում է տեղի ունենում, Ադրբեջանն ու Թուրքիան ավելի են դրանից ողջևորում եւ դրանից ավելի են ակտիվանում, նաեւ հաշվի առնելով այն, որ այդ երկրների մի մասը առնվազն թուրքական ցեղի ներկայացուցիչներ են, թուրքական արմատ ունեն եւ միմյանց բարեկամ են։ Մենք նաեւ մերձավոր արևելքում այլ տենդենսներ ենք տեսնում, բայց դրանց մասին երևի ձեր հաջորդ հարցերին արդեն անդրադառնանք, մահմեդական աշխարհի կոնսոլիդացիայի փորձեր։ Համենայն դեպս ուշագրավ է, կարևոր է եւ պետք է երևի մեզ մոտ շատ ուշադիր հետևեն Ադրբեջանի եւ կենտրոնական Ասիայի այս եւ տնտեսական եւ քաղաքական, ռազմական բոլոր ոլորտներում այսքան սերտացման աշխատանքների սերտացման եւ ներդաշնակեցման անգամ միտումը եւ Փաշինյանը ուրեմն անդրադարձել է Իսրայելի հետ կապված եւ ցեղասպանության, Իսրայելի կողմից ցեղասպանության, կառավարության կողմից ցեղասպանության ճանաչման հարցին, նա մասնավորապես ասում է միջազգային խաղացողները եւ ներողություն է խնդրում, ներողություն այս ձևակերպման համար ասում է Փաշինյանը, մեր նահատակների մասունքներով իրար գլխի խփում են, բայց մեր գլուխն է ցավում։ Միջազգային խաղացողները մեր նահատակների ոսկորները զենքայնացնում են, սա այդ նույն զենքայնացում բառն է։ Դրանով կրակում իրար վրա, բայց մենք ենք զոհվում այնպես, ինչպես եղել է 19-րդ դարի վերջին, 20-րդ դարի սկզբին ու վերջին, մինչև բոլորովին վերջերս։ Նա ասում է, որքան սրընթաց նրանք ընդունեցին, կառավարությունը այդպես էլ սրընթաց սառեցրեցին։ Ինչ է կարծում։ Ինչ է ընդունեն ինչպես երևի ամենայն հավանականությամբ էլի մտնի օրակարգ, էլի ընդունեն Իսրայելում, բայց դա չի արվում նրանից, որ իրենք շատ են հարգում հայերին, հարգում են ցեղասպանության զոհերի հիշատակը, դա է ուզում ասել Փաշինյանը, եւ մենք դա տեսել ենք ոչ միայն Իսրայելի պարագայում, մենք տեսել ենք բազմաթիվ երկրներ, որոնք որ Թուրքիայի դեմ դա որպես իրոք զենք են օգտագործում, բայց տեսել ենք նաև երկրներ, որոնք որ անկեղծ են ընդունել հայոց ցեղասպանությունը։ Իրոք ճանաչել են, քանի որ իրենք ժողովրդավարական երկրներ են, հասկանում են, որ սարսափելի իրադարձություններ են տեղի ունեցել, մենք պետք է հստակ կարողանանք տարանջատել եւ Փաշինյանը նույնպես պետք է կարողանա տարանջատել, թե որ երկիրը ինչ նպատակներով է ճանաչում կամ փորձում ճանաչել հայոց ցեղասպանությունը։ Եթե դա արվում է իրոք միմյանց հետ հարցեր լուծելու համար տեխնիկա անկեղծություն եւ մենք իրոք լավ չէ որ այդ հարցի մեջ մտնենք եւ խորանանք բայց եթե երկիրը իրոք անկեղծ ճանաչում է հայոց ցեղասպանությունը բնականաբար այստեղ Իսրայելը նկատի չունեմ ապա լրիվ դա արդեն ուրիշ հարց է սակայն Փաշինյանը այստեղ նաեւ մեկ այլ տրամաբանություն
հարաբերությունով է առաջնորդվում զերո խնդիր հարևանների հետ։ Այսինքն դա նույնն է, ինչ որ տեղի ունենում Ադրբեջանի հետ։ Սա եւս կարևոր է, որ մենք փաստենք։ Սակայն իմ պատկերացմամբ ճիշտ կլինի, որ Հայաստանը չհրաժարվի ցեղասպանության միջազգային ճանաչումից, բայց նույն ժամանակ չխրախուսի եւ չմիջամտի իրոք այն երկրների քաղաքականությանը, Իսրայելի նման երկրների, որոնք որ փորձում են իրոք զենքայնացնել հայոց ցեղասպանության հարցը։ Այս ամենը տեղի ունենում եւ պետք է արդյոք կապել այդ Մեքքայի համաձայնագրի հետ Սաուդյան Արաբիա, Թուրքիա, Պակիստան մի կողմից հիշում ենք, նրանք կոլեկտիվ պաշտպանության համաձայնագիր են ուրեմն ստորագրել եւ մյուս կողմից Իսրայել, Հունաստան, Կիպրոս մենք ունենք ռազմավարական, տնտեսական դաշինք։ Մենք հասկանում ենք, որ Հայաստանը դեռ մենք չենք կարող ասել ինչ հեռանկար է ունենալու, ինչ զարգացում է ունենալու։ Տեսեք, Իրանը ասում է ինձ մեզ հրավիրել են, որ մենք միանանք այդ Մեքքայի համաձայնագրին, կմիանան թե չէ Իրանը, այս Թուրքիա, Պակիստան եւ Սաուդյան Արաբիա եւ ընդհանրապես հարց, ինչպես դա կարող է անդրադառնալ Հարավային Կովկասի վրա, մեր տարածաշրջանի վրա, Հայաստանի վրա, եւ արդյոք այս ցեղասպանության ճանաչման հետ կապված խոսակցությունները եւ Իսրայելի կողմից եւ Հայաստանի պատասխանը չեն բարձրաձայնում, չեն կապում ակնհայտ այս դաշինքների հետ, բայց ենթատեքստը դա է։ Իհարկե, դա միանշանակ։ Իսրայելը ձգտում է հիմա ամեն ինչ անում, որպեսզի Հայաստանը եւս միանա այդ դաշինքին։ Իրենց Հունաստանի եւ Կիպրոսի հետ միասին։ Չեմ ասում, որ դա վաղը տեղի կունենա, բայց դրա հիմքերը փորձում են հիմա արդեն ձևավորել։ Կա երկու կարծիք, ես տեսնում եմ հայերիս մոտ, թե Հայաստանում եւ թե Հայաստանից դուրս դրա համար այդպես ասում, մի մասը ասում են ճիշտ կլինի միանանք Իսրայել, Հունաստան, Կիպրոս դաշինքին, իսկ մի մասը ասում է չէ, մեզ դա պետք չի, քանի որ թիրախում կրկին մենք կհայտնվենք։ Իմ պատկերացմամբ այսօրվա դրությամբ մեծ ձեռնտու չի միանալ այդ դաշինքներին, քանի որ հիմնական թիրախը, քանի որ ամենաթույլ օղակը այդտեղ մենք ենք, կլինենք մենք։ Թե Իրանի համար կլինենք թիրախ, թե Թուրքիայի, թե Ադրբեջանի։ Եվ դրա համար մենք ճիշտ է պետք է խորացնենք մեր հարաբերությունները Իսրայելի հետ, նորմալացնենք, բայց դեռևս չփորձենք քայլեր անել, որոնք որ կթշնամացնեն այդ երկրներին ավելի շատ Հայաստանի դեմ եւ Հայաստանը կհայտնվի այդ երկրների թիրախում։ Բայց այն, որ այդպիսի մեծ գլոբալ գործընթացներ են տեղի ունենում Մերձավոր Արևելքում, դա փաստ է։ Եվ Հարավային Կովկասը նույնպես ուզում են ներգրավել այդ խաղի մեջ։ Դերևս Հարավային Կովկասը կարծես չի մտնում այդ խաղի մեջ, բայց այստեղ մահմեդական աշխարհի միավորում է տեղի ունենում բավականին լուրջ, ինչեւ Բանգլադեշն է արդեն իր ցանկությունը հայտնել միանալ այդ դաշինքին, այնպես որ այստեղ այսպիսի մեծ դաշինքներ են ի հայտ գալիս եւ այստեղ շատ հետաքրքիր է տեսնել մեկ փաստ եւս Միացյալ Նահանգների դերակատարությունը Մերձավոր Արևելքում կարծես թե փոքր երևի թե նվազում է, երևի մենք շատ շտապում ենք այդպիսի գնահատականներ տալ, բայց ամենայն հավանականությամբ նման բան տեղի է ունենում եւ հիմնական ուժը Միացյալ Նահանգների տեղափոխվում է Իսրայելն է դառնում այն հիմնական ռազմաբազան, այսպես ասեմ, եւ հիմնական հենասյունը Միացյալ Նահանգների Մերձավոր Արևելքում եւ Մերձավոր Արևելքն էլ այդ երկրները մահմեդական ավելի ազատություն են ստացել, քանի որ մասամբ թուլանում է Միացյալ Նահանգների քաղաքականությունը Մերձավոր Արևելքում։ Երևի թե այդպես է։ Ես այդպես եմ տեսնում այս պահին։ Դե դա շարունակություն պետք է ունենա, որովհետև ես ներկայացրեցի, որ Իրանին են առաջարկել, մենք գիտենք այս թևը, այս որքանով առաջարկել են Իրանից, այսօր շատ հայտարարություններ են ստանում, որոնք որ վստահություններ չեն նշում։ Դեռ խմորումներ են գնում, մյուս կողմից էլ Հնդկաստանն էլ այնտեղ են բանակցություններ վարում եւ կարծես թե Հնդկաստանն էլ ապագայում կարելի է դիտարկել նույն այդ դաշինքի մեջ Իսրայելի, Հունաստանի եւ Կիպրոսի Դե հենց դա է ստացվում, մենք եւ լավ հարաբերություններ ունենք եւ Հնդկաստանի հետ եւ լավ հարաբերություններ
ենք ձևավորել եւ պահպանում ենք առ այսօր Իրանի հետ։ Մենք կխոսենք այժմ գովազ հետագանք եթերում, գովազից հետո կխոսենք այն իրավիճակի մասին, որը ստեղծվում է այս նոր, եթե դա տեղի ունենա Թրամփի հայտարարած սաստիկ տնտեսական ուրեմն սանկցիաների ճգնաժամ պետք է լինի Իրանում, ասում է Միացյալ Նահանգները, ասում են ընդհանրապես թույլ չենք տալիս որևիցե երկիր, որևիցե առնչություն ունենա Իրանի հետ, ոչ տնտեսական, որևիցե առևտուր կամ այլ, եւ Իրանն էլ մյուս կողմից պատասխանում է, գովազից հետո ես կասեմ ինչ է պատասխանում Իրանը եւ ինչպես պետք է վարվի Հայաստանը այս իրավիճակում, բոլոր երկրներն են երևի թե մտածում թե ինչպես պետք է դիրքավորվեն, ինչ դիրք պետք է գրավեն։ Գովազդը եթերում սիրելի բարեկամներ, մնացեք մեզ հետ։ Ֆելիչե ժամանակակից ատամնաբուժական կլինիկա։ Այստեղ հարմարավետությունն ու խնամքն առաջնային են։ Այստեղ կիրառվում են ատամնաբուժական ամենաժամանակակից տեխնոլոգիաներ, ճշգրիտ ախտորոշում, արդյունավետ բուժում, նուրբ փորձառություն եւ անհատական մոտեցում։ Սկսած սովորական մանրուքներից մինչև առաջադեմ ընթացակարգեր, այստեղ դուք գտնվում եք բարձր որակավորում ունեցող եւ փորձառու ատամնաբուժական մասնագետների ձեռքերում։ Մեր բարեկամական եւ հյուրընկալ անձնակազմն այստեղ է յուրաքանչյուր այցը հաճելի դարձնելու համար։ Ֆելիչե, ձեր առողջ եւ ամենաերջանիկ շպիտը սկսվում է այստեղից։ Եկեք եւ բացահայտեք նորարարության փորձագիտության եւ կարեկցանքի կատարյալ համադրությունը։ Երևան Փոստը Գրանադայի ուզում տեղեկացնում է։ Դրամական փոխանցումներ 1%-ով։ Օդանավով 1 փաունդը 2.99։ Նավով ուղարկեք 1 արկղ, երկրորդ արկղը անվճար։ Ավտոմեքենաների փոխադրում անհավատալի արժեքներով։ Ինչպես նաև կահույք եւ մեծ չափի բեռների փոխադրում։ Jackpot հագուստի խանութը երկրորդ մասնաճյուղն է բացել Գլենդելի սրտում, որտեղ կարող եք ձեռք բերել եվրոպական եւ ամերիկյան ընտիր հագուստեղեն, կոշկեղեն, աքսեսուարներ, պայուսակներ ամենահարմար արժեքներով։ Նաև կարող եք ցանկացած ապրանք պատվիրել եւ ձեռք բերել կարճ ժամանակում։ Jackpot-ի Գլենդելի հասցեն է 1135 North Pacific Avenue, հեռախոս 818 813 2252։ Jackpot հագուստի լավագույն կենտրոնը Գլենդելում։ Արարատ ռեստորան, ընտանեկան եւ ընկերական ժամանցի լավագույն հասցե, սիրված արտիստներ, հյուրընկալ մթնոլորտ, հարուստ ճաշացան, անմահական խորտիկներ։ Արարատ ռեստորան, հասցեն անփոփոխ, սիրով սպասում ենք ձեզ։ Լավագույն պաղպաղակ, բնական, համեղ եւ մատչելի գներով պաղպաղակը կարող եք ձեռք բերել բոլոր հայկական խանութներում։ Պահանջեք հայկական պաղպաղակ, Թամարա պաղպաղակ։ Նոյան տապան տպարան, Նոյան տապան հրատարակչություն, շարվածքից մինչև տպագրում, զանգահարեք, գրեք, այցելեք, միասին պատրաստենք ձեր գիրքը, ամսագիրը կամ թերթը, որտեղ նշվելու է, տպագրված է Նոյան տապանում։ Սիրելի բարեկամներ, հիշեցնեմ, որ մենք զրուցում ենք Էդուարդ Այվազյանի հետ, հասարակական քաղաքական գործիչ, քաղաքական փորձագետ։ Եվ այսպես Միացյալ Նահանգները ասում են, ոչ մեկին, ոչ մեկ թող չաշխատի, թույլ չենք տա, որ աշխատեն Իրանի հետ, Իրանն էլ ասում է, եթե մեզ հետ չեք, նշանակում է մեր դեմ եք, եթե մեզ հետ չեք, եթե դադարեք մեզ հետ աշխատելը, նշանակում է դուք Միացյալ Նահանգների հետ եք, մեր թշնամին եք։ Բարդ իրավիճակ է ձեր կարծիքով, թե ընթացիկ այսպիսի հայտարարություններ էլի եղել են, ինչպես Իրանում են գնահատում։ Իդեպ փակագծերում հիշեցնեմ, նշեմ, եթե ուշադրություն չեք դարձրել, Փեզեշքյանն էր հայտարարություն անում եւ եւս մեկ նրան նախորդող նախագահ Իրանի, որ
այս վերջին համաձայնագիրը Միացյալ Նահանգների հետ կարծես թե լավն էր, կարծես թե կարելի է վերադառնալ, այսինքն գնում են դեպի առճակատման եւ այդպես մեզ հետ եք կամ մեզ հետ չեք բոլոր երկրներին կամ այնուամենայնիվ այդպիսի բարձր պահանջ դրեց Թրամփը, որպեսզի Իրանին ստիպի գալ եւ համաձայնվել նախորդ իրենց ուրեմն առաջարկներին։ Իրոք բավականին բարդ իրավիճակ է եւ մեկ-մեկ նույնիսկ դժվար է գլուխանել թե ինչ է տեղի ունենում։ Այսօր քիչ առաջ ասեցի մի փոքր թուլացում կա ամերիկյան դիրքերի։ Դա նաեւ կարող է ժամանակավոր բնույթ կրել եւ դրա համար այդ դաշինքը ձևավորվեց Մերձավոր Արևելքում, բայց կարևոր է այստեղ մեկ բան հասկանալ։ Դա իրենց հնարավորություն տվեց ուղղակի մի պահ շունչ քաշել եւ դա արագ ստեղծել, բայց պատերազմը Իրանի շուրջ դեռևս չի ավարտվել։ Այն հիմա թևակողում է տնտեսական փուլ եւ մենք տեսնում ենք թե ինչ շատ մեծ արագությամբ եւ տեմպերով իրանական ռեալը արժեզրկվում է, շատ է իրանական դրամը թուլանում եւ մեծ խնդիրներ ունի փաստացի Իրանը։ Իրենք շատ լավ հասկանում են, դրա համար Փեզեշկյանը ասում է, որ հիմա մենք հաղթանակածի դիրքերում ենք եւ դրա համար պետք է վերջնական պայմանավորվել, վաղը կարող է այսպես չլինի։ Նախ ես կասկածում եմ, որ իրենք հաղթանակածի դիրքում են, բայց մի փոքր ավելի իրոք լավ դիրքում են, քան կարող է վաղը լինեն։ Տնտեսական միջոցներով Միացյալ Նահանգները հիմա ավելի է թուլացնելու Իրանը, ռազմական տեսանկյունից Իրանը թուլացած է, չի կարելի ասել, որ Միացյալ Նահանգները հաղթանակ տարավ լիարժեք, բայց թուլացրեց Իրանը։ Իր դիրքերն էլ թուլացան նույն ժամանակ, այսինքն թե Իրանը թուլացավ, թե Միացյալ Նահանգները։ Պատերազմը չի ավարտված Իսրայելում։ Ընտրություններ են Միացյալ Նահանգներում միջանկյալ կոնգրեսի ընտրություններ են եւ ամենայն հավանականությամբ պատերազմը կշարունակվի։ Ամենայն հավանականությամբ այս ամենը կշարունակվի եւ Միացյալ Նահանգները դժվար թե հրաժարվեն Իրանում նույնիսկ ռեժիմի փոփոխությունից, քանի որ հիմա տեսնում ենք, որ դժվար թե կարողանան պայմանավորվել, իրենք նաև խոստովանում են, որ չգիտենք ում հետ բանակցենք, ում հետ ենք բանակցում։ Հիմա նույնիսկ կար տեղեկություն եւ հեղինակավոր պարբերականներն էին այդ մասին հայտնում, թե արդեն Միացյալ Նահանգները ոչ տրադիցիոն ձևի է դիմել եւ սկսել են բանակցել իսլամական կորպուսի հեղափոխականների այդ զինված խմբավորման հետ։ Դրա համար մենք տեսնում ենք տարբերվող հայտարարություններ նաև իրանական քաղաքական գործիչների կողմից եւ Իրանի զինվորականների։ Քաոս է միանշանակ, դժվար ասել թե ով է այսօր ղեկավարում Իրան։ Դե ինչու եմ ես ապագայում պատերազմը կարող է շարունակվել։ Ինչու եմ այս հարցը բարձրացնում, ինչու եմ այս հարցը բարձրացնում, որովհետև Արչևում ձմեռը մենք խոսում ենք այն մասին, այդ վերջնագրերի մասին, որը Ռուսաստանը Հայաստանի հետ է խոսում այդ լեզվով եւ մենք ասում ենք լավ, եթե գազի խնդիր առաջանա, մենք ունենք իրանական կողմից եկող գազատար եւ այլն, մեր հույսը Իրանի հետ է, մենք Իրանի հետ բավականին, չեմ ասի շատ, բայց կապվածություններ ունենք, ներմուծումներ ունենք։ Արդյոք կարծում եք այդպես կտրականապես կտրուկ կդրվի հարցը, որ Իրանի հետ ընդհանրապես որևիցե առևտուր չարվի եւ Հայաստանը ստիպված պետք է լինի կատարել Միացյալ Նահանգների պահանջը։ Կարծում եմ Հայաստանին հնարավորություն կտրվի ստանալ Իրանից գազ։ Թրամփը այն մարդն ում հետ հնարավոր է պայմանավորվել։ Բազմիցս մենք տեսանք, որ ինքը սիրում է զդելկաներ գործարքներ կնքել մարդկանց հետ եւ ասում է, որ շատ լավ գործարքներ եմ կնքում։ Դե այստեղ եւս, քանի որ թրիփն է իրականացվելու, ապա Միացյալ Նահանգները պետք է թույլ տա, որ Հայաստանը ստանա Իրանից գազ։ Հակառակ պարագայում Հայաստանը չի կարողանա գոյատևել։ Եթե իրենց պետք է որ Հայաստանը գոյատևի, եթե իրենք աջակցեցին Փաշինյանին ընտրություններից առաջ, ապա իրենք պետք է նաեւ այլ քայլերի դիմեն եւ աչք փակեն նրա վրա, որ Հայաստանը գազ է ստանում Իրանից։ Հակառակ պարագայում իրենք իրենցին չեն կարողանա հասնել նույն թրիփի մասով։ Շնորհակալ եմ, շարունակենք դիտարկել իրավիճակը եւ Մերձավոր Արևելքում, այսինքն մասնավորապես Իսրայել-Թուրքիա։ Ինչու եմ ասում, որովհետեւ այս երկու օր առաջ պակիստանյան լրատվա ուրեմն թերթից մեկում մի վերլուծաբան էր հետաքրքիր հոդված, մեծ հետաքրքիր ծավալուն հոդված է գրել, որտեղ նա ասել է մասնավորապես հետեւյալը, որ այսօր ոչ միայն մեծ տերությունները, այլև միջին եւ փոքր
պետությունները զգալի աշխարհաքաղաքական եւ աշխարհատնտեսական շահագրգռվածություն ունեն Կովկասում, հարավային Կովկասում։ Տարածաշրջանը զարմանալի կառուցվածքային նմանություններ ունի Մերձավոր Արևելքի հետ։ Արդեն առաջին անգամ չէ, որ համեմատություններ են անում, թե մենք համաձայն ենք դրա հետ, թե ոչ, այդպես են տեսնում։ Եվ ինչ է ասում նա, այսօր տարածաշրջանի արժև ծագած հարցը այն է, թե արդյոք Կովկասը կարող է այս մրցակցային շահերը վերածել առևտրային հաջողության, թե ինչպես Մերձավոր Արևելքը դառնալ եւս մեկ ասպարեզ, որտեղ աշխարհաքաղաքական մրցակցությունը կառաջացնի հակամարտություններ, այսինքն կոպիտ շատ ներող եղեք այդ համեմատության համար, կոպիտ ասում են Սիրիան կարող է այն ինչ տեղի ունենում հիմա Սիրիայում կարող է գալ այստեղ սկսեն բախվելը։ Ինչու ես այս համեմատությունը արեցի Իսրայել-Թուրքիա, որովհետև Սիրիայի տարածքում է հիմա նրանց բախման հնարավոր բախման ուրեմն մասին խոսակցությունները գնում են Սիրիայի տարածքի հետ կապված։ Իսրայելը մեկ ասում է պատրաստ ենք զինված բախման, մեկ ասում են չէ, մենք մտադրություն չունենք, մենք դիվանագիտական ճանապարհով կլուծենք։ Մի խոսքով Իսրայել-Թուրքիա հնարավոր է արդյոք բախում Սիրիայում եւ արդյոք դուք կարծում եք, որ այդ սիրիականացումը կարող է գալ մեր տարածաշրջան։ Այո, սկսենք հարավային Կովկասից, միանշանակ եթե Ադրբեջանը եւ Հայաստանը ընտրեն այդ ճանապարհը, կարող է գալ Սիրիայի վիճակը մոտավոր, դե չի կարելի ուղիղ համեմատել, բայց ոչ ստաբիլ իրավիճակ լինի նաև հարավային Կովկասում։ Միանշանակ Ադրբեջանի աջակցողները կլինեն, միանշանակ Հայաստանն էլ ունենա նոր աջակիցներ, բայց մենք կունենանք կոնֆլիկտ, որից որ միանշանակ մենք չենք շահի, ոչ էլ Ադրբեջանն է մեծ հաշվով կարողանալու շահել։ Հաջորդ ճանապարհը այն է, որ Միացյալ Նահանգները եւ Եվրամիությունը մեծ ճանապարհ են կառուցել, ոչ միայն TRIP-ի մասով, TRIP-ը ամերիկյան ծրագիրը, որից որը կարող է օգտվել նաև Եվրոպան էլ այլ ծրագրեր է իրականացնելու, այսինքն Հայաստանով իրենք գնալու են եւ հասնելու են մինչեւ կենտրոնական Ասիա։ Այս ծրագիրն է, քանի որ ոչ ստաբիլ իրավիճակ է։ Մերձավոր Արևելքում Ռուսաստան, Ուկրաինա տեսնում ենք ինչ է տեղի ունենում, դրա համար հարավային Կովկասը շատ հարմար է, որ հիմա խաղաղություն հաստատվի, դրա համար էր նաև անցյալ տարի Վաշինգտոնյան հանդիպումը օգոստոսի 8-ին, այս ամենը իրար հետ կապված է միանշանակ, բայց ընտրությունը միանշանակ մերն է, մեզանից է կախված, թե որ ճանապարհն ենք մենք ընտրում։ Մեզանից որ ասում եմ, չեմ ասում միայն Հայաստանից, Թուրքիայից եւ Ադրբեջանից։ Ընտրությունը մերն է։ Ինչ վերաբերվում է Իսրայելին եւ Թուրքիային։ Հիմա իրենց ամենամեծ խնդիրը ոչ թե իրենց ամենամեծ խնդիրը, Իսրայելի ամենամեծ խնդիրը դարձել է Սիրիան։ Քանի որ Սիրիայի իշխանություններին կարելի ասել, որ ինչ որ միտեղ Էրդողանի օգնությամբ Սիրիայի իշխանությունները դարձան իշխանություն եւ Թուրքիայի ազդեցությունը ահռելի է Սիրիայում։ Դա մեծ խնդիրներ եւ վախեր է ստեղծում Իսրայելի մոտ եւ դրա համար այդ հարվածը հասցրեց Իսրայելը օրեր առաջ ոչ հերու թուրքական սահմանից, ընդամենը 80 կիլոմետր հեռավորության վրա այդ հարվածը սիրիական ավիաբազային, որտեղ որ 1-2 օր առաջ գտնվել էին նաև թուրք զինվորականները, խոսք կար, որ իրենք ուզում էին տեխնիկա բերել, եւ Իսրայելը շատ ուղիղ ասում է, եթե դուք մտնեք Սիրիա, այսինքն խնդիրը ոչ կոնկրետ այդ ռազմաբազան է, այդ ռազմաբազան առաջի քայլը կլիներ, որ հետագայում թուրքական զորքերը ավելի խորանային Սիրիայի տարածքում եւ արդեն խնդիր ստեղծեին Իսրայելի համար։ Դրա համար Իսրայելը դիմեց այդ քայլին։ Եվ սա հստակ ցույց է տալիս, որ մենք գործ ունենք պոտենցիալ շատ մեծ կոնֆլիկտի հետ Թուրքիայի եւ Իսրայելի միջեւ։ Այս պահեդրությամբ Սիրիայում։ Բաղ հնարավոր է նաեւ Լիբանանում, քանի որ Լիբանանը նույնպես պոտենցիալ օջախ է եւ օգտագործվում էր Իրանի կողմից ընդդեմ Իսրայելի։ Դա եւս կա։ Այդ տեսակետից երևի TRIP-ի ուղին է կարևոր, հա, եթե ճանապարհը լինի, այնինչ սիրում է ասել Փաշինյանը 100 տարով կամ 99 տարով մենք երաշխավորված ենք, որ այստեղ խաղաղություն է լինելու։ Կարծում եք արդյոք, որ դրանք եւս, այո, Թուրքիան եւ Իսրայելը մենք խոսեցինք այդ երկու դաշինքների, որոնք իրենք իրար դեմ են
պատկերացնում Սաուդյան Արաբիա, Թուրքիա եւ Պակիստան եւ նորից կրկնեմ Իսրայել, Կիպրոս եւ Հունաստան։ Այնուամենայնիվ Իսրայելը եւ Թուրքիան այսօր Սիրիայում, վաղ Լիբանանում, մյուս օրը կարող է Հարավային Կովկասում գան իրար չափվեն իրենց ուժերով եւ իրենց շահերով։ Արդյոք թրիփը կամ գուցե ես միամիտ հարց եմ տալի, գուցե ոչ։ Դուք ասեք ոչ, թրիփը դա կապ չունի այդ շահերի բախման հետ։ Չէ, իհարկե ունի թրիփը կապ, բայց կարևոր է հասկանալ, որ թրիփը միակ երաշխավորը չի կարող լինել։ Կարևոր երաշխավոր է դառնում թրիփը, որ անվտանգությունը պահպանվի Հարավային Կովկասում, բայց նաև շատ այլ թելերով պետք է Հարավային Կովկասի երկրները, ինչպես նաև Թուրքիան, Միջին Ասիան կապվեն միմյանց, որ երաշխիքները ավելանան։ Ինչ վերաբերում է 100 տարի կտևեն այդ երաշխիքները, չէ, շատ դժվար է ասել, բայց այն, որ դրանք երաշխիքներ են եւ այդ երաշխիքները կարող են ավելացվել, դա միանշանակ է։ Մեզանից է կախված, թե մենք ինչ քայլերի ենք դիմելու, ոչինչ հավերժ չէ։ Ժամանակի մերձավոր արևելքում էլ լավ կապեր կային, լավ երթուղիներ կային, բայց այդ ամենը այսօր տեսնում ենք, որ կամ ավերվել է, կամ ավերվում է, չնայած այնտեղ էլ նոր ուղիներ են ստեղծում, նոր նավթամուղեր, որոնք որ փորձում են շրջանցել Հորմուզի նեղուցը, ամեն ինչ փոփոխության է ենթարկվում եւ այն փոփոխությունը, որը որ հիմա առաջարկվում է Հարավային Կովկասին, Միացյալ Նահանգների եւ Եվրամիության կողմից, միանշանակ Հարավային Կովկասի օգտին է։ Հարավային Կովկասի օգտին այն առումով, որ Հայաստանը եւ Հարավային Կովկասը չդառնա երկրորդ Սիրիա։ Իսկ այն ինչ առաջարկում է Ռուսաստանը, անկասկած կարող է բերել այդ ամենին։ Այսինքն բախման, խնդիրների, կոնֆլիկտները իրենց հավերժ են պետք, որպեսզի իրենք հավերժ մնան մեր տարածաշրջանում։ Առանց կոնֆլիկտի իրենք դժվար թե կարողանան մնալ մեր տարածաշրջանում։ Դա Ռուսաստանը եւ վերադառնում ենք մեր զրույցի ամենասկզբին, որպես ամփոփում, կարծես թե Փաշինյանը դրա պատասխանը տվեց ասելով, որ մինչև 29 թվականը պատրաստվում են վիզաների ազատականացման հարցը լուծել եւ պատրաստվում են Եվրամիության անդամակցության հետ կապված քայլեր ձեռնարկեն, որքանով կձեռնարկեն այդ խոսակցությունը կդառնա գործ, կարծում եք կդառնա գործ, թե դա պարզապես չգիտեմ, ինչ որ մի զանգվածի, հասարակության ինչ որ զանգվածի հանգստացնելու համար է ասում Փաշինյանը։ Դե պետք է դառնա գործ։ Ես երկու վտանգ եմ տեսնում այդ ամենի համար, մեկը ռուս-ուկրաինական պատերազմի ոչ նախընտրելի լուծումը կլինի, այսինքն Ռուսաստանի հաղթանակը, Դոնբասի գրավումը, Ուկրաինայի ինքնիշխանության սահմանափակումը, դա ամենամեծ խոչընդոտը կդառնա, որպեսզի Հայաստանը գնա դեպի Եվրամիություն, եւ երկրորդը, որ Ռուսաստանը կարողանա ինչ-որ ձևերով ընդդիմադիր կոչենք դրանց, թե այլ մեթոդներով Հայաստանում հասնի իշխանափոխության կամ այն տնտեսական ճնշումները, քաղաքական ճնշումները ինչ որ արդյունքներ տան եւ Հայաստանը վախեցած, ստիպված փոխի իր քաղաքական ուղղությունը։ Դժվար թե Եվրամիությունը փոխի իր քաղաքականությունը Հարավային Կովկասի մասով, այդ ուղին չափազանց կարևոր է իրենց դեպի կենտրոնական Ասիա, մենք պետք է դա շատ լավ հասկանանք, թե ինչի է Եվրամիությունը գալիս Հայաստան, ինչի է Միացյալ Նահանգները գալիս Հայաստան։ Դա է իրենց շահը թելադրում, բայց ամեն ինչ կախված է նաև ռուս-ուկրաինական պատերազմի ելքից։ Դա չափազանց կարևոր է, որ մենք հասկանանք։ Շնորհակալություն, այս պահին այսքան նյութի հետ կարող էինք աշխատել, ես շատ շնորհակալ եմ ձեր մեկնաբանությունների համար, այո, իրավիճակը վարքյան առ վարքյան փոփոխվում է։ Շնորհակալություն սիրելի բարեկամներ, Էդուարդ Այվազյանի հետ էինք զրուցում, մեդիա վերլուծական կենտրոնի տնօրեն, քաղաքական փորձագետ զրուցվարում էի ես Գայանե Առաքելյանս, բարին ընձեզ։